Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոց, որ կառուցվեց 1970-ին Երևանում, միասնական հաղթանակներն ավելի հնչեղ դարձնելու համար։ Եթե չլիներ Արարատը, չէր լինի Հրազդան մարզադաշտը։ Եթե չլիներ Հրազդան մարզադաշտը, չէր լինի Արարատ ֆուտբոլային թիմը։ Այսպես է մարզադաշտի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նկարագրում մարզադաշտի ճակատագրական նշանակությունը։ Ասիմետրիկ երկհարկանի տրիբունաներով, լանդշաֆտային առանձնահատկություններով բացառիկ կառույց, որի հեղինակը Գուրգեն Մուշեղյան, Կորյուն Հակոբյան, Էդուարդ Թոսունյան ճարտարապետական եռյակն էր։ Հրազդան ստադիոնի նախագծման եւ կառուցման պատմությունը ազգային գիտակցության բարձրացման դարաշրջանի ձնհալի համատեքստում։ Ինչու խորհրդահայ մոդեռնիզմի գլուխգործոցը դուրս մնաց մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների ցանկից։ Ինչու լեգենդար ստադիոնում ֆուտբոլ էլ չեն խաղում։ Ու ի վերջո, անարդար որոշումը, որ մի օր այն պետք է քանդվի, հնարավոր է շրջանցել ու վերականգնել Հրազդանի երբեմնի փառքն ու նշանակությունը։ Նյումեգը ներկայացնում է խորհրդահայ մոդեռնիզմի նշանավոր հետազոտող ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Կարեն Բալյանի բացառիկ աշխատությունը։ Հրազդան ստադիոն՝ մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը։